չես ես շոքին նստել, ինչի չես միացնում։ Ժղայնացած ես։ Չէ, նորմալ է կանցնի։ Նորմալ լիներ այդ ձևով տուն չէի մտնի։ Ասում եմ նորմալ է, պապ, կանցնի, գործի հետ կապված կդզվի, նորմալ է։ Քանի անգամ եմ ձեզ խնդրել։ Բանա պատահում, եկեք տուն, նստենք, խոսենք, հասկանանք ինչ է կատարվում, որոշենք ինչ ենք անում։ Գալիս եք, ձեզ պատեպատ տալիս, մինչև խոսում եք մութն անկնում։ 3 օրից վարկի սորն է, փող չկա, ինչ-որ բան փոխվեց։ Այդպես ասա, էլի։ Ասա չեմ ասում, որ մունակ չգաս վրա, չասես ոտքերդ վերմակի չափով ձգի։ Հա, հենց դրա համար չեմ ասում։ Հա, պապի, ինչ է եղել ու։ Դա ձևի ես խոսում այդ աղա, հավաքի քեզ մի հատ։ Սրան տես։ Նա պապի է, հանգստացի։ Լավ էլ մի բան է լավ էլ, հերիք եղավ։ Այ քեզ բան, իրեն գնում համահանում են, գալիս են ներվերս ուտում։ Ես ինչի գնացի այդ Մաշի հետ հանդիպման։ Ինչ է։ Մանանն եկավ, տեսավ, ընկավ հիստերիայի մեջ։ Ես էլ հունից դուրս եկա, ապտակեցի։ Մանանին։ Հա։ Բա հիմա ինչ ես ոտը զգում։ Ձեռ ես առնում հունան։ Արելեսան ինչ պիտի վաղուց արած լինեիր։ Դրան ընդհանրապես պիտի ջնջեմ Գրիշի կյանքից։ Գրիշը սիրում է Մանանին։ Պիտի չսիրի։ Երկրորդ տևեց, հա, քո մարդկային վիճակը։ Անցանք պիտի չսիրիներին։ Հա, էլի անցանք։ Չեմ հասկանում, դուրդ գալիս է, թե ոնց է Գրիշի հետ խոսում։ Ոնց է քթից բռնած դեսուդեն տանում ու բերում։ Լավ։ Այնպես չի, որ Գրիշը խեղճ է։ Մանավանդ ես վիճակում Գրիշիս կողքը։ Դրամն երևույթը պիտի չլինի ընդհանրապես։ Բա ով պիտի լինի, այն Մաշի երևույթը։ Այնքան հիմար է եկել, ասում է, երեխայի անունը պապիկի անունը կդնենք։ Լավ։ Հիմա փակում ես այս թեման, որովհետև տրամադրություն չունեմ այդ անկարևորների մասին խոսեմ։ Դե հա, իհարկե, եթե հարցի պատասխանը չես գտնում, թեման փակում ենք։ Չէ, ուղղակի հիմա ավելի կարևոր բաների մասին եմ մտածում։ Օրինակ եմ, որ ավոնց տղեր մոտս։ Դե երբ է հասցրել Գագնը։ Երբ որ դու ստեղ չէիր։ Եկել էր կանգնել էր ցինիկին եմ ընդդեմ ես, մի հատ էլ սարկազմը վրա հետս խոսում։ Դե, պարզ է, որ գնացել կպել է այդ Արամ Արտյոմ դուետին։ Մարդ ինչքան անիկնասեր պիտի լինի, որ գրպանն ասես մտնի։ Դա հաստատ Արտյոմի հրամանավերից հետևում։ Ուզում էր հասկանամ ուր եմ գնում, ինչ եմ անում։ Ոչինչ։ Ես տեղից դուրս կգամ։ Դրանց հատ-հատ, դետալ առ դետալ իրենց տեղը ցույց եմ տալու։ Ոչինչ։ Հիմա դրա ժամանակն է ունեն։ Հա, հիմա դրա ժամանակն է ինա։ Կոֆե կխմես, բանա։ Չէ։ Ինչ է, քեզ լավ չես զգում։ Ամբողջ մարմինս դողում է, շունչս էլ կտրվում է։ Չէ, քեզ հանգստանալ է պետք։ Հա, բա, հեսա հանգստացա։ Կարող ինչ-որ նոր բան ա եղել։ Հա։ Ինչ։ Գնացել է Ինայի մոտ։ Ինայի մոտ ինչի համար ես գնացել։ Հիմա բան եմ ասում, ձենել գլուխդ չգցես, տեղից էլ ինձ վատ եմ զգում։ Խոսամ, Անա։
Ուզում էի խնդրեի, որ օգներ գնայի Գրիշի մոտ։ Հիվանդ ես դու։ Լավ մի գոռա։ Ինչ եղավ։ Բան չէ, պապ, նորմալ է ամեն ինչ։ Արա դու ինձ ես եղարում, թե քեզ։ Վերջ լավ փակի թեման։ Ինչ գնաց է խնդրել ես, ինքն էլ ասել է գնա կպի գործերիդ, հա։ Չէ, ավելի վատ։ Այսինքն։ Գնացի տեսա այդ Մաշի հետ իրենց ռեստորանում են։ Արա դու երբ ես խելքդ գլուխը հավաքելու։ Դավ ասում եմ ինձ լավ չեմ զգում, նենց ես անում քեզ էլ բան չպատմեմ։ Լավ, արա Մաշի հետ մոտիկություն են անում, հա։ Յախքարա։ Լավ, ինչ բառով ես բնութագրեմ իրանց, հա։ Ոչ մի բան մի ասա։ Մանան, հենց հիմա երդվում ես, որ դրանց հետ կապ չես ունենալու։ Կիլոմետրերով հեռու ես մնալու դրանցից։ Վերջ տուրելի։ Մանան, երդվի, խոստացի, որ դրանց հետ կապ չես ունենալու։ Այդ քեզ ինչ ա տալու։ Ինձ չի տա, քեզ կտա, հանգստություն կտա, սենց էլ դողալով դեղ չես խմի։ Խոստանում եմ, Ինչ ես խոստանում։ որ իրանց հետ էլ երբեք կապ չեմ ունենալու։ Մանան, նայ, Աստված չանի, իմանան փորձել ես իրանց հետ կապի դուրս գաս կամ փորձել ես ինչ-որ մեկին իրանցից տենաս։ Մանան, մի արժեզրկի քեզ խնդրում եմ։ Դու դրանց արժանի չես, դու ավելին ես արժանի։ Իննանովա որ գնաս իրան ինչ-որ բան խնդրես։ Էլ չեմ անի։ Լավ, վերջ, փակեցինք ես թեման, բայց խնդրում քեզ հանգստացի։ Դրանք այդքան չկան, որ դրանց համար դու քեզ սենց պահես։ Ահա, թու արա։ Հասկացած հավատանեմ։ Կներես, որ ես տեսակ հարցերով էլի դեմ փողի հարցերով որ դիմեցի քեզ։ Վայ լավ էլի, գիտեմ, որ ունենայր իհարկե կտայր, այդ ինչ ես ասում։ Ախպերս, Արտակ ջան, հաց հավատանեմ, կներես։ Դե լավ եղի, կտեսնենք։ Էլով կաղում սանգեմ։ Սպասիլա։ Ալո, Սամվել ջան, բարև։ Լավ ես, հա։ Հիմա քեզ ոնց ես զգում։ Նորմալ օպար։ Մի քիչ վիզս է ցավում, բայց կանցնի։ Արամ, հիմա պիտի շատ զգուշ լինես։ Ինչքան ես զգուշ լինեմ, մեկա մի օր իրանց ուզածին կհասնեմ։ Ես հաստատ Հունանիր ձեռի գործն է։ Բայլում ձեռի գործը պետք է լինի օպար։ Չմտածես։ Դու կարևոր զգուշ եղի, իսկ դրսում ես հարցերը կլուծեմ։ Սրանք հələ չգիտեն ում հետ գործ ունեն։ Ունանը շատ վտանգավոր երևույթ է։ Մենակ ինձ ես ասում, բայց դու էլ պետք է զգուշ լինես։ Դու կարող ես ավելի վատ վիճակում ես։ Իմ մասին մի մտածի։ Կարևորը հիմա դու ես։ Դες բան չկա։ Կա, տղես կա։ Կարևորը դու ես։ Տոտե հերն էլ անիծած է։ Հերեսա, տենաս ինչ եղել, որ ինձ հիշել է։ Հաջան, հերես։ Ալո, ուր ես տղա։ Խառը ցավը տանեմ, գործերով մի քիչ խառեմ, հələ դու ասա տենամ ինչ կա, ինչ չկա, այդ ինչ եղել, որ ինձ հիշել ես։ Լալս ինչ եմ ասում քեզ։ Ասա։ Կարող է ձերքիդ փող լինի, մի քիչ փող տաս։ Դավիթի վարկի օրն է, այս պահին չկա, մուծենք երկու օրից կվերադարձնենք ցավը տանը։ Ցավը տանեմ, Դավիթից մոտ չկա, Դավիթից հոպարի մոտ կա, ինչ տարբերություն։ Բա դուք պրոբլեմ ունեք,
Դու մենակ ասա տենամ ինչքան է պետք, քանի ավոն կա, Սարգսյանները պետք է առոք, փառոք ապրեն, ցավդ տանեն։ Իր անունով, հա։ Չէ, Նարեի։ Դե այդ բանկային կոդը ինչա միած սաղ ճշտում ես ու ուղարկում ես տղուտ, տղետ սաղ կծում է տեղը, չմտածեք։ Շատ լավ ես եք իմանամ կզանգեմ, հա։ Պապ, բայց որ մուծեմ գամ, մի հատ թուշս կպաչես։ Վայ, ուրիշ բաներ մի խոսա, գնա գործիդ, էսա կուղարկեմ։ Նա ցավը տանը լուրջ եմ ասում, ինձ փող հետ տալ պետք չի, ախպեր, այդ փողը ձեզ ըլնի, այդ փողի փոխարեն մի հատ թուշս ջիգարով պաչի էլի հերս։ Բայց սպասի Նարեին զանգեմ, խանգարում ես արդեն, ուշացնում ես, զանգեմ կոդն իմանա։ Զանգի ցավը տանեմ, զանգի ասա, ավո հոպարա ամեն ինչ կալի, դուք մենակ երջանիկ ու լավ եղեք։ Լսի, չգաս դավոին ասես, որ դու ես մուծել, իմացավ կկպնի ինձ էլ քեզ էլ, հասկացար։ Պապ, վա եղավ ցավը տանեմ, տղետ կյանքում սաղին լավություն անելով ապրելա, մի օր մեկին դրա մասին բարձրաձայնելա, հա։ Գիտես, որ ես սիրում եմ լավությունը թաքուն անեմ, ցավը տանեմ, հետ չմտածես, հանգիստ եղի, ոչ մեկ չի իմանա։ Ալո, Նարե ջան, մի հատ է ձեր վարկի կոդը կուղարկես ինձ, մեկ էլ ասես, որ բան կնա։ Ինչի համար, պապ։ Տնից դուրս էի գալիս, բալա, Դավիթը փողը տվեց, ասես պապի ճամփին մտի մուծի, ասի կմուծեմ, ասեց WhatsApp-ով կուղարկեմ կոդը, բայց նայում եմ չի ուղարկել, հիմին զանգում եմ չի պատասխանում, կամ հեռախոսն անջատված, կամ քնով անգել, ինչ իմանամ։ Դավիթն ա գումարը տվել։ Բա ով է տվել, այ բալա, այդ ինչ ես ասում։ Լավ, պապ ջան, մի րոպե հեսա ուղարկեմ։ Կարող է ինտերնետ չունես, դրա համար նամակները չեն հասնում։ Չէ, ունեմ, ուղարկի, բալա։ Լավ, հեսա ուղարկում եմ։ Հա, ցավ տանեմ։ Ուֆ։ Մեղայս։ Ասա Լեա, Լեան չի, ինչի ես զանգել։ որտեղ բան ունեմ այդ խոսալու։ Անցած անգամ զանգեցիր, ինչ ասես ասեցիր, հիմա էլի բան ունես խոսալու։ Ունեմ, որ զանգել եմ, սուս մնա մի րոպե։ Սուս չեմ մնա։ Մեկ ընդմիշտ մոռանում ես իմ մասին, այս հեռախոսահամարը բոլորը ձեր հեռախոսների միջից ջնջում եք։ Այս կետից սկսած, ես քո համար գոյություն չունեմ, դու իմ, վերջ։ Ավելի ուղղակի թափեց, ասում եմ մի պա սուս մնա, բան ունեմ այդ խոսալու է։ Իսկ ես չունեմ։ Գնա Մաշի հետ խոսա, մամադ գլխին դրած տանում է, ռեստորան է հրավիրում, ձեր տան նոր անդամն է, տղա է ունենալու։ Վայ հիշում եմ սիրտս խառնում է։ Հələ դու գժվել ես, ինչ ես խոսում։ Էն ինչ կա։ Դու իմ կյանքում սխալ մունք էիր ու ես զղջում եմ դրա համար։ Սրտանց ուզում եմ առողջանաս։ Լավ մնա, մոռացի ինձ, չզանգես ու էլ չփորձես հետս հանդիպես։ Հաջողություն։ Ասանար։ Ես հասկանում եմ, որ հետս չես ուզում խոսես, բայց չորգողությանդ պատճառն եմ ուզում հասկանամ։ Ինչ ա եղել։ Այսինքն ավելի լավ էր ուրիշից պարտքան էիր, քան ես մուծեի։ Այսինքն ինչ ա եղել, ինչ ես խոսում, ինչ պարտք։ Էլ մի հա դավո, նոր պապին էր զանգել ու վարկային կոդներ ուզում։ Ու ես վստահ եմ, որ մուծում ա ուզում անի։ Չեմ հասկանում, որտեղից ա մուծումն անելու, որտեղից իրան այդքան գումար։ Ես վստահ եմ, որ պարտքով ա վերցրել։ Նարա ջան, ոչ մեկից պարտք չի արել։ Որտեղից բա այդ փողը։ Կարևոր չի։ Կարևոր է։ Նար դու չես հասկանում, որ ես այս խոսակցություններից վատ եմ զգում։ Դավո, այսինքն ուրիշից պարտքանելուց վատ չես զգում, իմ հետ խոսալուց վատ ես զգում։ Նարե, ասացի պարտք չեմ արել, չես հասկանում։ Ուֆ լավ, հա դավո, իզուր էլ քեզ զանգեցի, ինչ ուզում ես արա։
Պապի, Աջան, ինչ է զանգել Նարէին վարկային կոդ հարցրել։ որ վարկդ մուծել տամ։ Բայց ես քեզ տենց բան խնդրել եմ, կամ ասել եմ քեզ տենց բան։ Լավ, անում էիր, ինձ ասեիր, ինչ ես Նարէին զանգել։ Քեզ ասեի, դե ասեի պետք չի։ Պապի ձեռ ես առնում ինձ։ Ինչ ես ուզում, պապի, ինչ ես անում։ Այդ ղաջան, բա թողնե այդ աղջկա վարկային պատմությունը փչանա, հա? Դու դե ինչ ես ասում, լավ է ինձ գալու դրանից, հա? Ամեն ինչ եղե, ընկերս ասեց ես կվճարեմ, ինչ եղե, թող վճարի երկորից կտանք։ Եղավ, պապի։ Ինչ եղավ։ Դու ես ինչ մարդ եք դարե դուք, հետներդ խոսալ չիննում, այ աստված։ Դու ինչ ես անում այստեղ։ Հունանը պալատում, հա։ Հենց հիմա գնա այստեղից։ Շանը դու արգեցիր տեսար բան դուրս չի գալի դու եկար, հա։ Հիմա ես եմ խոսում, դու լսում ես ու հարցերիս ես պատասխանում։ Տրամադրված ես եկել, բարձա։ Հարցը համար մեկ, ով է կնոջը թույլ տվե գնա Արամի մոտ, որ ինչ-որ բաներում էլ մեղադրի։ Ով։ Ինանա գնացել։ Հա, Լավ արել։ Ու ինչ-որ մեկը չկա, որ կրա իմ կնոջ քայլերը քննարկման դնի։ Ինա։ Դուրս արի։ Հունան։ Ինա։ ուրեմն ուշադիր ինձ լսի Հունան։ Ես հասկանում եմ, որ կինդ նս լուրջ կերպարի մեջ է մտել։ Իմ մոտա գալի տանակով սպառնում, Արամի մոտա գնում, բայց ես մի անգամ եմ նախազգուշացնում։ Նման բան էլ չեմ հանդուրժի։ Ով ուզում է լինի։ Մի անգամ էլ Արամի կողքով քայլեցիք, ինձնից չնեղանաք։ Ինչքան էլ այստեղ պարկած լինեմ։ Այդտենց մեկը չկա, որ կարա ստեղ իր սպառնալիքներով որ զգուշացումներով գա։ Բոլորի տարածներն ես կհանեմ ջրերես։ Ամբողջ կյանքում կգնաք կկորեք։ Այդ բոլորի մեջ ես էլ եմ մտնում։ Առաջին տեղում դու ես։ Դու միշտ ես իմացել, որ իմ այդ խաղեր խաղելը շատ վտանգավոր է։ Դրա համար էլ այսքան ժամանակ լեզու չեն գտել։ Ոչ առաջ, ոչ էլ հիմա առավել ևս։ Էրնայի մավան մեղավորը չի կարա ուղղակի սենց վերցնի ու մարսի։ Դու ինձ լավ գիտես ցամ։ Իմ կամ իմ ընտանիքի որևէ մի անդամի ոտը տարորողի գլուխը կտրորեմ։ Նույնն էլ ես։ Բայց հիմա էլ չկա խոսալու։ Ինչ պետք էր ասեցի։ Իմացի, անհամբեր սպասում եմ դուրս գալուդ։ Սպասի։ Քիչ մնաց։ Այո, պարդ սիրտը տուտի Դավոս։ Ահա լավ էլի ոչ քո հետ խոսելու հավես կա, ոչ էլ ինչ-որ բան ասելու։ Հարայ բալաջան, թող գոնե մի հատ բարևեմ։ Աբո մի խոսի հետը, մի քիչ ջղայնացած է, արի գնանք խոհանոց։ Հա, բայց ինչ ա եղել, որ ջղայնացած է, չիմանանք ինչ ա եղել։ Հոպար ամեն ինչ ամեն հարդ կգցի տեղը, ոչ Արի գնանք խոհանոց, ասում եմ։ Հեր ջան, էլի կգամ, բայց իմանամ իմ աղբոր բալեն ինչ է, հիմա ինքը էս վիճակին։ Եթե խնդիրներ կա, ամեն խնդիր էլ հոպարդ կլուծի, հատկապես եթե խոսքը ֆինանսականին է վերաբերում։ Պապի, դու ումից ես պարտքով փող վերցրել։
Հետո կասեմ, հա, արի գնանք։ Պապի չեմ հասկանում։ Դու ամեն ինչ ուզում ես անես, որ ինձ նվաստացնես։ Հիմար բաներ մի խոսի տղա ջան։ Արի գնանք։ Բա ավոից պարտքով փող են վերցնում։ Նախ ավոչի, մի հատ հանգստացեք, հերիքա բոլա, ավո։ Հետո լավ է արել, լավ կանի։ Եթե վերցնել լավ կանի, ինչ, հարց կա։ Ոչ մի բան։ Ինչ ուզում է թող անի։ Ախր ես խնդրեցի, Դավոն չիմանա, դու ես ինչ մարդ ես։ Դա լավ էլի, Դավոն։ Ես քո հետ։ Դավո ջան, սպասի։ Պապի, ես քո հետ խոսալու բան չունեմ։ Ես ունեմ, էլ հերիք եղավ։ Ներվերս չի դիմանում, տղա ջան։ Ինչ արել եմ քեզ համար եմ արել։ Չեմ ուզում, որ փողի պատճառով նեղվես։ Վատ եմ արել, որ օգնել եմ։ Ավոից փող ուզելով։ Հա, հենց ավոից փող ուզելով, ինչ ա եղել։ Էն ա եղել, որ ավոն այսքան տարի թքած ա ունեցել մեր վրա, իմ վրա, մեր ընտանիքի վրա։ Ու ես չեմ ուզում, որ հենց այդ նույն ավոն մտածի, որ կարա փողով այսքան տարվա չարածը առնի։ Ես չեմ ուզում, որ ավոն մտածի ինքը այնքան ուժեղ տղա է, որ կարա այս հարցերը լուծի այդ մի փողով։ Չեմ ուզում ավոն ստեղ ընդեղ կանգնի ասի, որ Դավոյին օգնեցի իր վարկը փագեց, արժե զրկի իմ այսքան տարվա արածը, ջուրը գցի այսքան տարվա չարչարանքս։ Ինձ քեզանից ոչ մի բան պետք չի, հասկանում ես, բացարձակապես ոչ մի բան։ Ասի տղա ջան, դու հաճույք ես ստանում։ Ամիսը մի քանի անգամ այս թեման բացելուց ու նույն պատասխանը ստանալուց։ Ես հաճույք եմ ստանում քեզ մեր տանը չտենալուց, բայց չի ստացվում։ Դավիթ վերջ տվեք։ Ինչ է պատահել, ինչ եկելի կռվում։ Փողը ես եմ վերցրել պարտքով, ես էլ վերադարձնելու եմ։ Դու կապ չունես, տղա ջան։ Եղել է, պապ։ Էնա պատահել, որ թորները դիմա պետքա վերջնական հասկանան, որ իրանց դիմաց են ավոնա կանգնած, ում կամքին հակառակ են զրկել այս տուն մտնելուց։ Հերիքա այդ բեռը հանեք վրիցս, այդ բեռը հանեք մեջքիցս ու հերիքա ինձ խփելով ապրասնեք։ Չեք հասկանում, չգիտեք ինչերի միջով եմ ացել, ինչ տառապանքով եմ ապրել։ Էս ինչ եք անում, հա։ Հերիքա չափները ճանաչեք, այդ տղա ոտերից տակ կգցեմ։ Էլ չեմ նայ որ մեկը տովեք ինչ եք։ Դե փորձիլը։ Տո կփորձեմ, տո կփորձեմ այ երեկվա երեխա չափերը ճանաչը քեզ գրկից մեջ եմ պահել, սրտից կպածեմ քեզ պահել։ Ու դու ուզում ես, որ ես այսքանից հետո հավատամ, որ ինչ որ մեկը կարար ինձ քեզանից հեռու պահեր, հա։ Ավո քո սրտում մի հատ շատ մեծ վերք կա, շատ խորը վերք, որը դու թաքցնում ես։ Ու դրա համար ես դու ամեն ինչ անում, ուզում ես լավը լինես, որ մենք քեզ հավատանք, բայց չի ստացվում քո մոտ, չի ստացվելու։ Շատ լավ է, որ ստեղ ես, ավո։ Սենց լավ հնարավոր չէր կազմակերպել։ Վով ջան, հիմա ժամանակը չի խոսալու, ցավը տանեմ։ Լավ էլ ճիշտ ժամանակն է, Դավո։ Մինչև հոպարիտ բերանը չջարդեմ, չի հասկանա, որ պետք է ընտանիքիցս հեռու մնա։ Ասի այ լակոտ։ Կամ անգել ես իմ հետևից, որ ես քեզ վերադաստիարակեմ, կամ խելոք մնալու ձևերը զրոյից սովորացնեմ։ Ավո, մի հատ հանգստացի, Վովա ջան, ասում եմ դուրս արի աղբերս, հեսա գամ կխոսանք։ Ես տեղ չեմ հասել, որ դրսում սպասեմ, Դավո։ Եկել եմ, որ սրան ձեր աչքի առաջ բացատրեմ, որը որից հետո է։ Ավո հետ արի։ Թող պապ մի հատ։ Այդ դու պետք է ինձ բացատրես, որը որից հետո է, հա, լակոտ։ Դժվարան է չես հասկանում որտեղ է։ Շիտ է փոքրում, այ հիմար երեխա։ Վերջացրո։ Գնա ներս, Ավո։ Վերջացրեք։ Ես դու չափ ճանաչի։ Հասկացի որտեղ ես տա։ Հասկացար։ Արա, ես քեզ Ներսացի։ այն օրն եմ գցելու աճդ կայնի։ Ներսացի։ Չեմ ուզում պապի ասածները կրկնեմ, բայց եթե քո տեղը ուրիշ մարդ լիներ, հիմա քացուց տակ էի գցել ես առածներիդ համար։ Չես մտածում, եթե քո փոխարեն էլ ուրիշ մեկը լիներ այնքան կծեծեի, որ երկու օր ուշքի չէր գա։
Դու իմ հետ ես տենց խոսում արա։ Հա, քո հետ տենց եմ խոսում, Դավիթ։ Քանի անգամ օպարից զգուշացվի։ Ձեր խաթր նորմալ բացատրեցի։ Դուք ինչ արեցիք։ Մի բան էլ ես եմ, չեմ եղավոր։ Ես մի պահ իմ տեղը դիր Դավո։ Եթե ես ինձ քո տեղը դնեմ, ստեղից ընես կկորեմ, որ հետքս էլ չի երևա։ Հիմա գնում ես, այս արածներիդ մասին լավ մտածում ես, միչև որ մենք իրար կտենանք։ Ես քո հետ հաց եմ կիսել, ու հետ չեմ ուրանում, դրա համար այս խոսակցությունը այսքանով ավարտվում է, հիմա գնաս տեղից։ Դավո, եթե ես ուրանայի, օպարը տիրա ոտով այսօր տուն չեր մտնի, ու դու այդքանը շատ լավ գիտես։ Գնալով համոզվում եմ, որ ես ամեն ինչի հետևում ես Արտյոմն կանգնեց։ Ունան պետք չի նոր թեմաների մեջ թաթախվել։ Արի Գրիշի մասին մտածենք։ Երբ որ դու գնում ես այս Արտյոմի մոտ, դանակ ես հանում վրան, Արամի մոտ բանտ ես գնում, այդ ժամանակ չէր մտածում Գրիշի մասին։ Այ հիմա հասկանում ես չէ, որ լինում են իրավիճակներ, որ չես կարողանում քայլերդ կառավարես։ Այս Արտյոմը շատ շակալ գյադա է։ Սրա մտքերը շատ հեռում են գնում։ Մեկ-մեկի մոտ այնպես տպավորություն լինի, որ ես էլ չեմ հասկանում ինչա որով գնում ես։ Ինձնից վարվածների ակումբ են բացել սրանք։ Շատ արագ ինձ այստեղից դուրս գալա պետք։ Շատ մեծ կռիվ է սպասվում ինձ։ Չեմ կարող այստեղ երկար մնամ։ Մի զանգի ինձ ընդհանրապես։ Ով ուր ես։ Հերոսս դուր։ Հիմա ում ես զանգում։ Գրիշիս։ Ուզում եմ տողուս հետ խոսամ։ Պետք չի զանգել։ Մեր զանգերով նյարդայնացնում ենք, թող մի քիչ հանգստանա։ Վայ։ Ուզում եմ երեխու մասին խոսամ, այդ իրանքը ոգևորի ուժ կտա։ Հիշում եմ ոնց էր Գրիշս ասում, որ տղա է ուզում ունենա։ Մի տեսակ շատ չես ոգևորվում այդ երեխայի փաստից։ Բա իմ թորնա։ Համալես համատարած խավարի մեջ այդ երեխան միակ լուսավոր կետն է։ Բայց արի չմոռանանք երեխայի մայրն ով է։ Այդ դրա մասին ես մոռացել եմ, որովհետև այդքան անկարևոր է։ Երեխան կունենա, կտա մեզ ու ընդհանրապես կգնա մեր կյանքից։ Շատ հեշտ ես ամեն ինչ դասավորում։ Բայց արդյոք կստացվի պատկերացրածիդ պես։ Այդ աղջիկը հեշտ հանձնվողներից չի, հենց այնպես երեխային մեզ չի նվիրի։ Իո։ Բա քանի կար ասում ես, հավել քո անունն է ուզում տա այդ երեխուն։ Դե հիմա դա կանի, որ պահը բաց չթողնի ու Գրիշի կյանքում հայտնվի։ Այդ մեկը անցանք։ Գրիշի կյանքում այդ ընդհանրապես տեղ չունի։ Մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք, երկու, երեք, երկու, երկու, երեք, երկու, երկու, երեք, երկու, ոնց որ ուժիդ քեզ ուտում է, այսօր ով։ Ներվերս մի կերելի, պահի։ Աստանում պիտի ներվերդ ուտեմ, որ լավ խփես։ Կատակները անելու փոխարեն ասա տնամ երբ ես հաջորդ բոյդ կպնելու։ Ես իմ երևի մի շաբաթ ես աղբերս։ Սենց որ գնա քեզ էլ Հայաստանում չենք տենա։ Չեմ խապի, առաջարկներ կան, պտի լտենեմ ոնց է, էլի։ Հələ կներես։ Ալո։ Ողջույններս Հայաստանից։ Ես ու Սարիկը մտանք Հայաստան մի քանի ժամից տանը կլինենք։ Լավ է, անփորձենք տեղ հասնենք։ Եկել են արդեն։ Հա, Հայաստանում են։ Էդ ով է։ Ալբերտն է։
Բարևի։ Բարևում է։ Դու էլ բարևի, ասա թողան նշենք մի հատ։ Ով չնայած Սարիկին համոզել չի լինում, որ գա մեր տուն, բայց դու պիտի գաս։ Ալբերտին էլ վերցրու։ Եկեք ավելին ասեմ, գնացեք մեր տուն, մինչև գամ։ Ես զբաղված եմ, Լեո։ Չեմ կարա։ Բան ա եղել մի տեսակ ես։ Հա։ Արիք խոսենք։ Մեկից մեկ, եկեք իրեք, երկու իրեք, նորից, նոտեր, նորից մինը։ Լավ, մի պատասխան է, ուրեմն ես կտրուկ քայլերի կգնամ։ Ես այսքան տարի երեխա եմ պահել, որ հիմա կորցնեմ, ոչ մի դեպքում, ավելի լավա գնամ ու վերջ տամ ես գաղտնիքին, որություն կտա բացահայտ պայքարելու որդուս համար։ Գիշ ես ծարքել խեղճերը խոն, վիճակը տեսար, քիչ էր մնում հոշոտեր մեզ։ Հենց է իրան լավ չպահեց, իրան ավել բաներ թույլ տվեց, բայց այդ մարդուն էլ չէ կարելի հասկանալ, քանի անգամ զգուշացրեց, քանի անգամ ասեց պապի, էլ իրան տեսավ, էլ Լեոին զանգեց, մենք իրա տեղը լինենք ինչ կանեինք։ Մեռնեմ, եթե չգիտեի, որ վերջում ես եմ մեղավոր դուրս գալու։ Խի դու մեղավոր չես, Ավո։ Ինչի համար է մեղավոր։ Մնում էր լակոտ լուկոտներից թույլտվություն ստանե, թե ինչ պետք է անեմ, քեզ բան բարև ձեզ։ Խոսքը մոր մասին է։ Հետո ինչ։ Հետո են, որ անխելքի մեկն ես։ Տեր Աստված, հարևանները ինչ են մտածելու։ Հոգեկար հիվանդների ընտանիք։ Աղբեն ինչ եք ուզում ինձանից։ Արել եմ, լավ եմ արել, մեղավորը ես եմ, թող ես էլ ելնեմ։ Հերիքա, փակեք ես թեման։ Դե լավ էր էլի, դու սարքեցիր թեման, մեզ էլ ասում ես փագեք թեման։ Հերիքա Դավո ջան, հերիքա մի քիչ թեթև ապրի։ Առավոտից իրիկուն դատավորի դեմքով, լուրջ կեցվածքով գնում գալիս ես հոպարի ճիշտ ու սխալի դասեր ես տալի։ Որ հասկանայի չի անի։ Մեռնեմ քո հասկացող ջանին։ Այսպես դար չի, վեր կացեք, իրար խփեք։ Այո, շատ ճիշտ բան ես ասում, պետք է ելնեմ ու շանտ ծեծ տամ, որ խեղճերը գլուխները հավաքեն։ Ինչ ես անիմաստ խոսում է, հերիք եղավ արդեն։ Էսովա, ես ո՞նց է խոսում։ Այդ աղա ի՞նչն է հերիք։ Հանա աչքիդ առաջ եկել է, քո տանդեմը իրան անդաստիրակի պես ապահում, հորողպորդ խփում է, հələ մի հատ էլ հոպ բարատա մեղավոր։ Դու քեզ նորմալ պահեր չեր խփի։ Իրա տեղը ես լինեի ավելի վատ բաներ կանեի։ Նենց չի որ քեզ պաշտպանեցի, նշանակում է դու ճիշտ ես։ Մեծ բան ես արել, Սասունցի Դավո։ Շատ մեծ բան եմ արել։ Հա, տեսել քեզ ինչ ասեմ սրանից հետո։ Լավ վերջ, լռեք։ Ինչ է լռեմ։ Ինչի համար լռեմ։ Հերիքա բոլա էլի արդեն գիտեք զզվծրիկ թողեցի։ Վերջը պետք է խելքները գլուխները հավաքեն թե չէ։ Ինչ են նման ավո եք մեղադրում։ Ավոնա մեղավոր։ Ավոն պետք է դարը լակոտի չիգանք է խփեր պատի որ հանգստանար։ Բա չէ, ձեզ ինչ կա։ Վովան իր հարազատ աղբերն է, պաշտպանում է։ Ավոնը չորից գտած է էլի։ Վովան ինչ։